Հյուսիսից հարավ մարդկանց մտահոգող խնդիրները գույքագրելու, առաջարկները լսելու նպատակով առաջարկ Հայաստանին նախաձեռնության անդամները երկրի հարավային դարպաս Սյունիքում են։ Առաջին չնախատեսված կանգառը Տանձավեր գյուղում է։ Մենք պետք է այս երկրում դրական փոփոխություններ անենք, որ համ ձեր գործերը լավ լինի, համ քաղաքի գործերը լավ լինի։ Այդ փոփոխությունները անելու համար պետք է անպայման ռեալ պետք է ծրագիր իրականացվի այս երկրում, որպեսզի ձեր վիճակը լավանա։ Հիմա այդ միասին պետք է քննարկենք, գտնենք։ Ձեր գյուղում օրինակ ամենամեծ խնդրեմը որն է, որ լուծված չի, կամ 2-3 կարևոր խնդրեմ։ Խնդիրներ շատ կա։ Ահա։ Առաջինը ջրի խնդիրն է, ջուրը շատ է, մեր կան, բայց կոյուղի բան չկա, էլի ասել։ Ջրի հարցն է մեր հիմնականում։ Հարցերից մեկը ջրի հարցն է։ Մեկը մեխանիզմի հարցը, եթե հնարավոր է գյուղի մեխանիզմ տրամադրվի։ Գյուղացիները դժգոհում են նաև, որ ճանապարհների փոփոխությունից հետո Տաթև Լծեն Կապան միջպետական երթուղին իրենց գյուղով է անցնում։ Հիմնականում անասնապահությամբ են զբաղվում եւ կենդանիներին արոտավայր տանելիս անցնում են միջպետական ճանապարհով։ Այս ընթացքում մանր ու խոշոր անասունների վրաերթի բազմաթիվ դեպքեր են գրանցվել։ Բայց ես որ ճանապարհը ստեղով է, շարժը գոնե ավելի լավ չի։ Չէ, մեծ պետք է չի։ Որը մեջ 5-ից խոշոր է քչու մեքենայից։ Ինքը նա խափել եմ, ասալ ժամանակավոր օգտություններ նախագիծը ներքևով է։ Հետո մաշինները 5 տարի խափում են։ Բնակավայրեր ու ներս սովորանցում է։ Միջպետական ճանապարհը արագաչափ արտադիր տեղադրվի։ Նշանը կա, բայց ամեն անգամ չի արագությունը չափով կա կամ Հասկանալ է։ վերացնող կա, դա մարդ կա, նայում է նշանը քշում, բայց արագաչափին ինչքան գիտեմ իրանց զսպողական։ Այո։ Գյուղը 60 բնակիչ ունի, հիմնականում տարեցներ են, դպրոցում էլ 7 աշակերտ է սովորում, աշխատանք փնտրելու համար մարդիկ Կապան, Քաջարան ու Երևան են մեկնել։ Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքն է։ Այստեղ նախաձեռնող խմբին սպասում էին բազմաթիվ հարցեր ու առաջարկներ։ Որպես հանքարդյունաբերական երկու հսկաների ազդակիր համայնք կապանցիներին հիմնականում հետաքրքրում է բնապահպանական ու առողջապահական խնդիրը։ Հիմա մենք ինչ ենք առաջարկում, մենք ասում ենք այն բնակիչները, ովքեր որ ապրում են Պոչամբարի հարակից բնակավայրերում, իրանք առնվազն ոչ թե պետք է բարի կամքի դրսևորմամբ օրինակ 40,000-ներ ստանան, անունն էլ դնեն հիմնադրամի կողմից, այլ իրանք պետք է հավասարեցվեն այն պայմաններին, որ արտոնյալ պայմաններով անձին արտոնյալ կենսաթոշակի իրավունք է տալիս։ Այսինքն իրենք պետք է հատուցում ստանան կոնկրետ Պոչամբարի առկայության պայմանավորված։ Տվյալ արտադրական ցիկլում ընդգրկված աշխատակիցները մի քանի տասնյակ տարիներ հետո ունենում են այնքան լուրջ առողջական խնդիրներ, որ իրանց ստացած տարիներով կուտակած գումարները, ստեղծած գույքը ստիպված են լինում վաճառել, որպեսզի իրանց առողջական, նյարդային, չգիտեմ, տարբեր աստիճանի, տարբեր բնույթի առողջական խնդիրները լուծեն։ Կա ԱՊՀ խորհրդարանական վեհաժողով, որը նստում է Սանկտ Պետերբուրգում։ Ես որպես տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Միքայել Մելքումյան մի հատ մրցույթ շահեցի ԱՊՀ երկրների մոդելային օրենքի մշակման համար։ Մոդելային օրենքը որն է։ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովը ընդունում է մի քանի ընթերցումով, որը դառնում է օրինակելի ԱՊՀ անդամ բոլոր երկրների համար այդ օրենքի ընդունման համար։ Ես շահեցի լեռնահանքային արդյունաբերության ոլորտում ազդակիր համայնքների բնապահպանական ռիսկերի կառավարման մասին։ Ես կաշխատեմ այդ մոդելային օրենքը ուրեմն մեր պարլամենտում էլ կա, ձեզ էլ կուղարկեմ, որտեղ բոլոր ձեր ասած խնդիրները, որտեղ 100 անգամ քննարկվում է, այնտեղ հատկապես Ղազախստան, որտեղ լեռնահանքային Ռուսաստան, շատ մեծ եւ բոլոր կարգավորումները կապված ձեր Պոչամբարների հետ, ինչ կատեգորիայի Պոչամբարը, այդ բոլորը կա։ Սյունիքը էկոլոգիական աղետի գոտի է։ Ուղղակի պետք է իրերը կոչել իրենց անուններով։ Քաղաքական ուժերը եւ հասարակական քաղաքական կազմակերպությունները, ՀԿ-ները պետք է այդ պլատֆորմի շուրջ միավորվեն։ Պետությունը պետք է Սյունիքը դիտարկի ոչ թե հանքավայր, այլ բնակավայր, ասում են կապանցիները։ Նրանց մտահոգում է նաև Պոչամբարների եւ գործարանների պատճառով բնությանն ու ջրային ռեսուրսներին հասցվող վնասը։ Խնդիր են տեսնում նաև հանքարդյունաբերության համար վճարվող հարկատեսակների հարցում։ Ամբողջ աշխարհում ուսումնասիրված է, բոլոր բանահանույթները հանքարդյունաբերության մեջ 7%-ն է տերոջը, մնացածը ներդրումներ է կատարում։ Մեր մոտ հակառակն է, 7%-ը տալիս են բանին, ասենքն բնավճար հարցեր, մնացը յուրացնում են։ Եթե այդքան հանույթ հարստություն ներդրվի Հայաստանում, ինչ եկամուտներ կբերի հարստություն։ Խնդրում եմ մի հատ ուսումնասիրեք այդ երևույթը։ Մենք ունենք երկու վճար, մեկը կոչվում է բնօգտագործման վճար, ռոյալտի։
Մեկը բնապահպանական վճար։ Պետությունը օրենքով պետք է սահմանի խոշոր եկամուտ ստացող այդ ձեռնարկություններից արագ վերականգնողական համակարգ։ Օրենքը պետք է գրանք ընդունենք։ Մի կողմից ոչ պետք է բիզնեսներին վնաս տրվի, մի կողմից էլ պարզավոր մարդու առողջությունը եւ համայնքի առողջությունը ամենակարևորն է։ Այսօր աշխարհում պղնձի միջազգային շուկայում առաջի տեղը զբաղեցնում է Չիլին, որը արտադրում է մոտավորապես 4-5 միլիոն տոննա մաքուր պղինձ, 4-5 միլիոն տոննա, Չիլին, գիտեք, Հարավային Ամերիկայում, առաջի տասնյակում աշխարհի պղնձաձուլարանի նաև ներառված է Էկվադոր, Չինաստան, Ռուսաստան, 10-րդ տեղում Մեքսիկան է, արտադրում է ընդամենը 600,000 տոննա պղինձ։ Մեր Հայաստանում, երբ որ մենք ասում ենք, որ պղնձաձուլական ձեռնարկություն պետք է լիներ, ընդունենք վերևում, ալավերդում ոչ սյունուկում, մաքուր պղինձ։ 20 տարի է մենք չենք կարողանում պղնձաձուլարան նոր ունենանք, որովհետև այդ մեծ ծավալի ծծմբաթթուն, որ ծծմբային գազերի միջոցով մաքուր պղնձի տեխնոլոգիայի ժամանակ պետք է լինի, տեղ չունենք տանելու։ Աշխարհում չի գտնվել ինվեստոր, որ գա ասի ես կդնեմ $1 միլիարդ կամ $800 միլիոն, այդ ծծմբաթթուն կօգտանեմ, կստանամ գիպս, գիպսակարտոն կամ կստանամ ներկեր, լաքեր։ Հանդիպումն ապաքաղաքական ու վերկուսակցական է, բայց առջևում խորհրդարանական ընտրություններ են եւ կապանցիներին հետաքրքրում է Գագիկ Ծառուկյանը կարող է համախմբել քաղաքական ուժերին եւ մեծամասնության քվեն ստանալուց հետո ոչ թե որպես անհատ, այլ մարդկանց մտահոգող խնդիրներին լուծում տա պետական մակարդակով։ Մեր հասարակության 50-ից 55%-ը չի ուզում մասնակցի իր ապագայի կերտման գործընթացին։ Չի գնում ընտրության։ Եվ ինքը դրանով ինչ որ մեսիջ աղարկում, ասում է այ որ գամ, ինչ որ բան է փոխվելու, որ այո, փոխվելու է, որտեղ մի բան է, որ 40-45% մասնակցի, մի բան է, որ անսպասելի հանկարծ 70% մասնակցի։ Կապված առաջարկ Հայաստանի ծրագրից բխող ձեր ասած, թե պատրաստա ստանձնի ձևակերպեն Գագիկ Ծառուկյանը, տենց ասենք, չէ։ Այս առաջարկ Հայաստանի թեզը, որ Ծառուկյանը առաջա քաշել, իր միտքը հենց կայանում է ձեր ասածի վրա, որ եկեք այս առաջարկ Հայաստանի շրջանակներում կլինեն քաղաքական ուժեր, կլինեն անհատներ, կլինեն մասնագետներ, կլինեն ՀԿ-ներ, ով ուզում է Հայաստանում, ով ուզում է բացա առաջարկ Հայաստանի այդ ծրագրի պատուհանը կամ դուռը, բացա, որպեսզի բոլորը գան իրանց առաջարկները տան։ Բայց որպեսզի այդ առաջարկները միս ու արյուն ստանա եւ դառնա ծրագրային հիմնադրույթ, այդ առաջարկները պետք է ընդունողը լինի, չէ՞։ Որ այս մարդը նայի ասի, ախպեր ջան, ես իմ ասած բանը ստեղ տեղ է գտել։ Այս ծրագրում առաջարկ Հայաստանի եւ եթե այլ քաղաքական ուժեր եւ այլ հասարակական ուժեր կան միանան այս առաջարկին, ձեր ասած խնդիրը դրանով միավորող նշանակություն կունենա։ Եվ դուք տեսնում եք, որ ժամանակ առ ժամանակ Ծառուկյանը հանդես է գալի տարբեր ուղերձներով, հանդիպումներ ունենում տարբեր մասնագետների հետ, ոլորտային տարբեր, մշակույթ, գիտություն, սպորտ, տարբեր ոլորտի մասնագետների հետ, որոշ ժամանակ հետո արդեն ավելի դա ակնառու կդառնա, ավելի կակտիվանա այդ գործունեությունը եւ մենք կտեսնենք դրա համախմբող նշանակությունը։ Հանդիպմանը առաջարկների մեծ փաթեթով էին եկել երիտասարդները, նաև Կապանում ապաստան գտած արցախցիները։ Ես շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ ձեր ծրագրին, քանի որ Սյունիքը սահմանային գոտի է, ես առաջի հերթին կարևորությունը տալիս եմ նրանում, որ պետք է Սյունիքում ստեղծվի դասընթացներ, կիբերանվտանգություն։ Սովորել եմ ասեղնագործություն, բուն նպատակը այն է, իմ առանձին խմբակ ունենամ, տարածք ունենամ, որպեսզի կարողանամ երեխաներին իմ աշխատանքը փոխանցել, որպեսզի նրանք կարողանան արվեստի աշխատանքներ կատարել։ Այսքան տաղանդավոր աղջիկներ եւ տաղանդաշատ արվեստի, կրթության, մեր երիտասարդ տղաները ուր են։ Առաջարկ Հայաստանի ծրագրի շրջանակներում անպայման շատ ակնառու մեծ տեղ լինելու երիտասարդությանը աջակցելու եւ պայման ստեղծելու։ Շատ հրաշալի առաջարկ է առաջարկ Հայաստանին, որին մենք շատ ջերմ արձագանքում ենք եւ արդեն որոշակի մենք բաներ ունենք պատրաստած ձեզ արդեն կոնկրետ առաջարկելու։ Ամենակարևորը, որ մարզերում երիտասարդությանը նպաստեն, որ նրանք կարողանան իրականացնել իրենց երազած ծրագրերը։ Գիտեք, որ Գագիկ Ծառուկյանը մշտապես երկար տարիների ընթացքում անպայման իր մշտական աջակցությունն է հայտնել
եւ ընդհանրապես երիտասարդներին եւ սովորող երիտասարդության ուսանողությանը։ Դրա համար ժամանակին տարեց տարի բավականին ուրեմն գումարներ են տրամադրվել որոշակի այսպես կրթաթոշակների տեսքով, որպեսզի այն ուսանողները, ովքեր որ լավ գիտելիք, բարձր գիտելիքներ ունեն, ուրեմն հանկարծ վճարի հետևանքով դուրս չմնան, եթե չեն կարող վճարեն։ Հանդիպման ավարտին 1 րոպե լռությամբ հարգում են նաև բոլոր պատերազմների ժամանակ անմահացած մեր հայրենակիցների հիշատակը։ Առաջարկ Հայաստանին նախաձեռնության անդամները հանդիպումների շարքը շարունակում են մարզի մյուս բնակավայրերում։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն,